Ռոբերտ Քոչարյանի ամենամեծ նպատակը դա երիտասարդներն են։ Եթե այս ընտրություններին երիտասարդությունը դա մասնակցի, պատկեր ուրիշ է։ Պատրաստ եք ասել։ Բարև ձեզ, պարոն նախագահ, Ագնեսա, մեր ոդքասթի հերթական թողարկումն ենք նկարում, մեր գործընկերուհի Աննա Գրիգորյանելի կարևոր նախընտրական գործերով կապանում եմ, ես եմ հյուրընկալվել էլի ոդքասթում, առաջարկում եմ անցնող օրերի կարևոր իրադարձությունների վրայով անցնենք, տեսնենք ինչ է կատարվել, ինչ արձագանք ա եղել Հայաստանի իշխանություններից ու մեր տեսակետ այդ ամենում որտեղ է։ Երևի այսպես ցնցող իրադարձությունը, որ տեղի ունեցավ անցնող օրերին, Ստեփանակերտի Մայր տաճարի հիմնահատակ ավերումներ, արբանյակային լուսանկարներն էլ հաստատեցին արդեն լուրը, դա տեղի ունեցավ ապրիլի 24-ից օրեր առաջ, դրան Հայաստանում հաջորդեց ցույց ապրիլի 23 ավանդական ջահերով երթ, այդ երթի մաս դարձած Թուրքիայի դրոշի այրում ու ինչ հետաքրքիրը, ամենահետաքրքիրը որն էր, որ Մայր տաճարի քանդումից հետո Նիկոլ Փաշինյանը ուղիղ հայտարարեց, որ չեն բարձրաձայնելու դա, չեն դատապարտելու, դա կոնֆլիկտային տրամաբանություն է։ Հմեկի եթերում Արսեն Թորոսյանը հասավ այնտեղ, որ ասեց Ադրբեջանի ինքնիշխան տարածքն է։ Իրանց տարածքումը քանդել են։ Մենք կոնֆլիկտային տրամաբանությունը չենք շարունակելու, բայց օրինակ Թուրքիայի դրոշի այրումը երիտասարդների կողմից բողոքի ակցիան րոպեներ հետո դատապարտվեց պետական ամենաբարձր մակարդակով։ Այս ու դատապարտվեց նաև Ադրբեջանի կողմից։ Հիմա սինխրոն էլի։ Հիմա այս ինչի դրսևորում, այս ինքնիշխանության դրսևորումը, այս կոնֆլիկտային տրամաբանության մեջ չմտնելու դրսևորումը, ասենք մենք այդ վիճակում ենք, որ մեր եկեղեցիները որ քանդեն, հայ որ սպանեն, չպիտի արձագանքենք, որովհետև դա պատերազմ կլինի, սենց պիտի ապրենք։ Ինչ է էլի ձեր տեսակետը։ Դուք ո՞նց կանեք։ Հիմա շատ վատ վիճակում պարտված ենք, գիտենք, բոլորս դա գիտակցում ենք։ Ո՞նց պիտի լինի արժանապատիվ արձագանքը սենց դեպքերում։ Քրիստինե, ես մեկ զարմանում եմ, որ դուք զարմանում եք։ Դե հա։ Այս ամենով։ Միշտ զարմացնում եմ։ Հասկանում եմ, որ այդ էմոցիոնալ հանգամանքը կա եւ դժվար է դա զսպել, բայց ես վաղուց նման ուղղակի իրադարձություններին վաղուց չեմ զարմանում։ Սպասելի։ Ինձ համար շատ սպասելի կեցվածք էր այս իշխանությունների կողմից։ Եվ Ադրբեջանի գործողությունը եւ իշխանության լռությունը, այսինքն։ Այո։ Ադրբեջանի գործողությունները կապված են նաև այն հանգամանքի հետ, որ իրենք հաստատ գիտեն, որ այս իշխանությունները չեն արձագանքելու։ Եվ երբ որ Հայաստանի իշխանությունը դրան որևէ կերպ չի արձագանքում, սա նշանակում է, որ նաև միջազգային հանրությունը չի արձագանքելու։ Բայց ամենավատն էր, որ միջազգային հանրությունը արձագանքեց, օրինակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը դատապարտեց, բայց Հայաստանի իշխանությունը արձագանքի sense մասշտաբը լրիվ ուրիշ է։ Եթե ասում ենք դա մեր տարածքը չի եւ դա կոնֆլիկտացին է։ Այդ տրամաբանություն, արձագանքը։ Ուրեմն եկեղեցին քանդելը կոնֆլիկտացին չի, իսկ եկեղեցու քանդելու արձագանքելը դա կոնֆլիկտ է առաջացնում։ Դրա պատասխանն էլ ունեն, ասեմ։ Հա, Ասում են խաղաղությունը մեզ է պետք։ Եթե խաղաղությունը որևէ մեկ կողմին է պետք, դա խաղաղություն չի, դա հարատևելի չի եւ չի կարող լինել։ Սա իրենք հենց այդ թեզով հենց արմատից քանդում են հենց իրենց թեզերը։ Խաղաղության հետ կապված ինչ է նշանակում խաղաղությունը մեզ է պետք։ Չի լինում։ Միակողմանի այսպես ասենք խաղաղություն չի լինում։ Այսինքն մենք պետք է ամեն ինչ անենք հնարավորը եւ անհնարինը խաղաղության հասնելու համար, որովհետեւ պարտված կողմն ենք, համեմատաբար թույլ ենք եւ այլն, տարբեր գործոններ։ Արժանապատվության հաշվին, ստրկանալու հաշվին, ստե տեղին է ողջ հիշել այդ հայտնի Չերչիլի ասածը։ Եթե դու պատերազմի եւ արժանապատվության միջև նվաստացման ավելի ճիշտ է, միջև դու ընտրում ես նվաստացումը, ապա ստանում ես եւ նվաստացում եւ պատերազմ։ Հայտնի շատ արտահայտություն է Չերչիլի եւ ինքը դա արեց հենց կապված պատերազմ խաղաղություն դիսկուրսի հետ ժամանակին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի հենց սկիզբն էր։ Եթե դա դաս չի ուղղակի այս իշխանության համար, ուրեմն իրենք ոչ պատմություն գիտեն։
ոչ ընդհանրապես տրամաբանության որևէ շրջանակներում տեղավորվում է իրենց այդ բանը լոգիկան, էլի ինչ ոնց են մտածում։ Եթե մի բառով էլի ձևակերպելու լինեմ, ասենք շարունակում ենք էլի փորձում ենք խորքին հասնել։ Մի բառով ըստ էության իրենց ասած է նա, որ մենք արժանապատվություն ունենալու եւ ավելի բարձր դասելու արժանապատվությունը դրա ռեսուրսը չունենք։ Հետևաբար ինչ ասեն, պետքա անենք։ Ինչքան ասեն, պետքա անենք։ Ինչքան ուզեն, պետքա տանք։ Էդ է իրանց ամբողջ տրամաբանությունը եւ մեծ հաշվով նաեւ դրանով են գնում ու քվե խնդրելու հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից։ Սա երկու հանգամանք է իրար խառնվում։ Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովուրդը այդ ռեսուրսը չունի արժանապատվության, թե Նիկոլ Փաշինյանը եւ ԿՊ-ն չունեն այդ արժանապատվության ռեսուրսը։ Իսկ առաջարկեմ ուղղակի սա տարանջատել։ Հայաստանը ունի, եւ հայ ժողովուրդը։ Հայաստանը եւ հայ ժողովուրդը ունի, բայց Նիկոլ Փաշինյանը իր խմբակի հետ փորձում է համոզել հայ ժողովրդին, որ հայ ժողովուրդը այդ ռեսուրսը չունի։ Այլ բացատրություն այստեղ չկա։ Իսկ ո՞րն է ռեսուրսը այդ դեպքում հայ ժողովրդի եւ Հայաստանի։ Նիկոլ Փաշինյանին ձեռ է տալիս անընդհատ պահել վախի մթնոլորտ։ Ինքը անելու է ամեն ինչ, որ միջինասված sense հայը այդ վախի զգացումը ունենա, որովհետև այլ տարբերակով ինքը ընտրվելու շանս չունի։ Ամենից մեծ, sense ասեմ, նաև բանի տեսանկյունից, sense բնության տեսանկյունից ամենից համոզիչ հանգամանքը դա վախն է եւ քաղաքական, այսպես գործիչները մեկ-մեկ վախ են վաճառում հանրությանը նեղ նպատակների հասնելու համար։ Սա ուղղակի հակադրության մեջ է մտնում պետական շահերի հետ, ազգային շահերի հետ, բայց ժամանակ առ ժամանակ փայլուն ձևով սպասարկում է ազնական շահ, կոնկրետ առաջնորդի կամ քաղաքական միավոր է։ Սա դասական օրինակ է եւ մենք առաջինը չենք եւ վերջինը չենք։ Եվ մենք որպես ընդդիմություն պետք է կարողանանք հասցնել այս ամենը մեր ժողովրդին։ Ես իմ բազմաթիվ վերջերս ելույթների ժամանակ ասում եմ, որ Նիկոլ Փաշինյանի եւ ԿՊ-ի շահերը աղերս չունեն այսօր Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի շահերի հետ։ Եվ ամբողջ հույսը, երբ որ ասում եք կոնֆլիկտացին ինչ որ հանգամանք է, ինքը ամեն ինչ անելու է այս իրավիճակը պահելու համար, հայ ժողովրդին համոզելու համար, որ ժողովուրդը կզած է, որ շանս չունի, ռեսուրս չունի, դեպքում հարց առաջանում, լավ է, тут միլիարդ որ պարտք ես արել, ասել է զենք ես արել, ես արել, են ես արել, բանակի վրա ես ծախսել, բարեփոխումների վրա ես ծախսել, դուր է գնացել։ Այդ դեպքում հարց առաջանում բանակ ինչի ենք պահում։ Ընդհանրապես պետական կառույցներ եւ այլն։ Ну երևի պարադի համար։ Իր տրամաբանությամբ, sense պարադի համար, որ ինչ որ բերեն, մի երկու հատ ցուցադրական ինչ որ բան են առել Հնդկաստանից, չփորձարկված, աշխարհում չճանաչված, այսպես ասենք։ Երևի ինչ որ ցույց տալու համար, մարդկանց աչքերի մեջ թոս փչելու համար, բայց ինքը երևույթը, երբ քո մշակութային ժառանգության հետ այդպես են վերաբերվում եւ դու որևէ կերպ չես արձագանքում վանդալիզմի, սա նշանակում է մեկ բան. դու ծառայում ես այլ երկրի շահերին։ Ուրիշ այստեղ բան չկա։ Օրինակ ինչ այդ երկրի շահերը ինչ որ չափով համընկնում են քո ազնական շահերի հետ։ Օրինակ ինչ կլիներ, եթե արտաքին գործերի նախարարությունը ուղղակի հայտարարություն տարածեր, որ այդպիսի արարքները հակառակ են նույն իրենց հռչակած խաղաղության օրակարգին եւ դարաշրջանին։ Այսինքն ոչ ոք ագրեսիա չէր պահանջում, չէր պահանջում ինչ-որ շատ սուր հայտարարություն, ուղղակի արձանագրում փաստի։ Չէ, իր տերը ուղղակի իրեն ասել է ստոպ։ No։ Ինքը ենթարկվելու է, ես չեմ հասկացում։ Կարող է նաև մի քիչ այլ տրամաբանություն է աշխատում, մենք հայտարարություն անենք, կարող է անդեղից ինչ որ մի պաշտոնյա եւս մի հայտարարություն անի, հետո ստիպված պիտի լինենք մենք էլ անենք, հետո իրենք էլ անեն եւ այլն։ Պարոն նախագահ, տեսեք, նաև երկրորդ դրվագը իրենց դիտարկումների որն է, ասում են Նիկոլ Փաշինյանն ասում է եկեք շատ չխորանանք այդ թեմայի մեջ, թե ով ինչ մշակութային ժառանգություն է ոչնչացրել, ակնհայտորեն նաև ակնարկելով առաջին պատերազմը, Արցախյան առաջին պատերազմը,
Հիմա մենք դերերով փոխվել ենք ըստ էության։ Հիմա իրենք հաղթած կողմն են, մենք պարտված։ Առաջին պատերազմի ժամանակ մենք էինք հաղթած կողմը եւ Ադրբեջանը պարտված կողմն էր։ Եթե զուգահեռներ անցկացնենք այդ երկու իրականությունների մեջ, ինձ հետաքրքիր է այն ժամանակ ինչպես էր եւ այդ ակնարկը, որ պետք չի խորանալ այդ հարցի մեջ, որովհետեւ նաև այսպես թաքնված միտքը նա է, որ մենք շահեկան դուրս չենք գա այդ վիճակից, որտեվ առաջին պատերազմի ժամանակ մենք էլ իրենց մշակութային ժառանգությունն ենք ոչնչացրել, դուք այդ ամեն ինչի ակունքներում կանգնած Արցախի առաջին նախագահն եք եղել, նաև 88 թվականին շարժում, հետագա զարգացումներ եւ այլն եւ այլն, կարող եք հիշեցնել այդ ժամանակ իրերի դասավորվածությունը ինչպես էր, այսինքն մենք մեզ պահում էինք այնպես ինչպես հիմա իրեն Ադրբեջանն է պահում։ Նայեք, այդ մարդը ազգի վրա ասենց փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել։ Արդարացնելու համար իր այսօրվա կեցվածքը։ Սա մի կրկնակի մեղք գործել է մեր ժողովրդի նկատմամբ։ Նայեք, Շուշին ազատագրելուց հետո անմիջապես հենց առաջի հատկապես ամիսը մսկիտում պոստ էինք դրել, որ հանկարծ մեկը ինչ որ կարող է ինչ որ բարեկամա կորցրել, կարող է ինչ որ հարազատ կորցրել ռազմական գործողությունների ժամանակ, որ հանկարծ ինչ որ բան չանի։ Ու ընդհանրապես պարզվեց, որ կարիք չկար, որովհետև նման նպատակ ոչոք չուներ։ Երբեք որևէ մշակութային արժեք այն ժամանակ Ղարաբաղում չի վնասվել ընդհանրապես։ Մեկ սա ակնհայտ է եւ այդ մեղքը վերցնել մեր վրա, դե մենք էլ ենք արել, հիմա դրա համար էլ իրենք են անում, մենք էլ լռենք, միգուցե իրենք էլ լռեն, ուղղակի անընդունելի կեցվածք է։ Եվ ամենից սարսափելին այն հայտարարությունն է, որ իրենց տարածքն է ինչ ուզում անում են։ Հիմա եթե դու գնում ես Եվրոմիություն, ինչ որ հայտարարել ես համամարտկային արժեքների մասին, ուղղակի ՄԱԿ-ի ընդունված փաստաթղթերի, եթե ծանոթ լինես, եթե դու տգետ չես եւ տհաճ չես, ծանոթ լինես, դու կհասկանաս, որ սա վանդալիզմ է համարվում եւ հանցագործություն է համարվում։ Սա տարածքի հետ կապ չունի։ Եվ ինչ է նշանակում հանցագործությունը այդպես։ Այսինքն եթե Ադրբեջանի տարածքում հայ սպանեն, մենք չենք արձագանքելու, ասելու ենք իրենց տարածքն է ինչ ուզում են անում են։ Հենց դրա մասին է խոսքը, որ եթե դու խոսում ես համամարտկային արժեքների մասին, ապա դու պետք է գոնե ինքդ հարգես ՄԱԿ-ի շրջանակներում ընդունված մի շարք բանաձևեր։ Երբ որ ասում ենք միջազգային հանրության մասին, ինչ որ արժեքային համակարգի մասին, այդ ամենը փաստաթղթավորված է, այդ ամենը կա։ Եվ Հայաստանի արձագանքը այս վանդալիզմի դեպքին կլիներ հենց այդ միջազգայինորեն ընդունված մոտեցումների շրջանակներում։ Չավել։ Եվ մի թարմ օրինակ եմ ուզում վերել, չգիտեմ Քրիստինե կհիշես թե չէ, ու իսկապես նաև այդ անարդարության էլի զգացողությունը, էլի իրավիճակի սյուր լինելը, Շուշի մզկիթը պարոն նախագահ Ռուբեն Վարդանյանի կողմից է վերականգնվել, վերանորոգվել 14-19 թվականներին։ Այդ երկրորդ անգամ։ Այո, մեկ անգամ իմ ժամանակ մենք։ Այո, երկրորդ անգամ։ Տարբերությունները էլի։ Ու հիմա Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում է, Նիկոլ Փաշինյանն էլ արդարացնում է Ադրբեջանի բոլոր քայլերը ու գործողությունները սկսած 88 թվականից։ Նաև հետ է գնում։ Այսինքն գնում է պատմություն ու 88 թվականից սկսած բոլոր քայլերը ու գործողությունները, նաև այսօրվա իրականացրած հանցագործությունները, այո, ձեռքերը լվանալու քաղաքականությունն է ըստ էության վարում։ Ինչ թվում է։ Նայեք, Ադրբեջանի քաղաքականությունը այդ առումով չի փոխվել ընդհանրապես։ Երբ Ռամիլ Սաֆարովը հերոսի կոչում ստացավ հայ սպային գլխատելու համար Բուդապեշտում է, չեմ սխալվում։ Գուրգեն Մարկարյանը։ Հա, Հունգարիա։ Հերոսի կոչում ստացավ։ Ալիևը իր ինքնաթիռ ուղարկեց եւ բերեցին, տեղափոխեցին այդ մարդուն Բաքու։ Հիմա ոնց որ խոսում է խաղաղության մասին, բայց վանդալիզմի դրսևորումները շարունակվում են։ Չի լինում միակողմանին նման կարգի
հարաբերությունը ռոքի լավ տեղսա չի տանալու։ Սա նշանակում է մեկ բան, Ադրբեջանը վստահ է, որ Հայաստանը կզած վիճակից դուրս չի գալու, եւ Հայաստանի առաջնորդը անznապես շահագրգռված է հայ ժողովրդին պահել կզած վիճակում։ Ամենից վատը այս ամեն ինչի մեջ հենց սա է։ Իսկ առաջնորդի ֆունկցիան ինչի մեջ պիտի լինի։ Դեպրեսիայից հանելը։ Եթե ժողովուրդը ինչ պատճառով հայտնվել է դեպրեսիվ իրավիճակում, պատերազմում պարտվել է, քո խնդիրը մաքսիմալ արագ հանել այդ վիճակից։ Մեջ կդզի։ Հիմա sense մի բան ասեմ, էլի, թող մեկը փորձի sense բան ժողովրդական բառերով ասեմ, պպզի, ու պպզած քայլի։ Հարմար է։ Հարմար չէ։ Նույնը ժողովուրդն է։ Դու այդ ժողովրդին քո առաջնորդությունը հենց դրա համար է, որ ժողովրդիդ մեջ կա դզվի եւ ժողովուրդը առանց վախի դեպի ապագան նայի։ Դու ասում ես sense պպզած վիճակում, sense ապագան նայենք, բայց այդ ապագան ուղղակի կախված է Ալիևի տրամադրությունից։ Եկեղեցի քանդի վաղը մեկ ուրիշ բան կանի, ինչ ուզի անի։ Սա առաջնորդի կեցվածք չի։ Կոնակ ես չգիտեմ, եթե դուք գիտեք, ասեք, ուրիշ խաղաղության օրինակ, որտեղ քո հետքը ոչնչացնում են, գերիներ են պահում ու օկուպացված տարածքներ ունեն։ Ես տենց խաղաղության օրինակ չգիտեմ աշխարհում պատմության մեջ։ Այդպիսի մի հատ իրավիճակ ու դա խաղաղություն անվանել։ Եվ երկրորդը, հո մենք չենք ուզում էմոցիոնալ արձագանք, ուղղակի արձագանքի համար, նույնիսկ արժանապատվության։ Այդ արձագանքը պետք էր, որպեսզի հաջորդ անգամ Ադրբեջանը երբ ինչ որ քայլ անի, նմանատիպ ուզենա անի, մտածի, որ կարող է դա իր համար գին ունենալ, ուրեմն արձագանքը իր վրա թանկ է նստել, չանի, բայց հիմա երբ որ այս արձագանքը չկա, դա նաև կանաչ լույս տալ է, որ ինչ ուզում ես արա։ Մեկը ես քեզ երաշխավորեմ, որ արձագանք չկա, այսինքն ամփոփելու համար մեզ արձագանքը պետք էր կանխելու համար հետագայում նմանատիպ անարժանապատիվ մեր համար գործողությունները, ու այս գործողությունները ուղղակի վառապացություն, որ անկեղծ եմ ասում, ես նման խաղաղության օրինակ չգիտեմ աշխարհում եւ պատմության մեջ, որ քո հետքը այն ում հայտարարում ես, որ ում հետ խաղաղություն ես կնքել, ինքը քո հետքի հետ է անգամ կռիվանում, ոչնչացնում է, այդ ինչ խաղաղություն է։ Համամիտ եմ, Կրիստինե, ես ուղղակի համեմատությունը միգուցե հետեւյալը հետ անեմ, առաջի պատերազմում մենք ունեցել ենք համոզիչ հաղթանակ, բայց երբեք մեզ թույլ չենք տվել, օրինակ ես երբեք թույլ չեմ տվել որևէ անհարգալից հայտարարություն Ադրբեջանի ժողովրդի նկատմամբ, երբեք, ոչ էլ ղեկավարության նկատմամբ։ Մեր պարտությունից հետո Ալիևը բազմաթիվ անգամ եւ տարբեր պաշտոնյաներ վիրավորական արտահայտություններ էին անում հայ ժողովրդի նկատմամբ, առանց որևէ արձագանքի Հայաստանից։ Մեր նաեւ ընկալումների եւ մշակութային տարբերությունը նաեւ դրա մեջ է։ Երբեք դուք չեք գտնի, քրքրեք ամբողջ արխիվները, դու չեք գտնի որևէ մեկ հայտարարություն։ Եվ նմանատիպ վերաբերմունք մենք ունեցել ենք նաև մշակութային ժառանգության վերաբերյալ։ Եթե ունեն իրենք օրինակներ, ցույց տան, չկա։ Ամենայական տարբերությունները։ Ես հիշեցի նաև վերջերս Մամեդյարովի հայտարարությունը, որ Ռոբերտ Քոչարյանը չպետք է գա իշխանության, ես կարծում եմ սա լավագույն ցուցիչն է նրա եւ նաեւ դրանից առաջ Թուրքիայից ԱԳՆ-ի նախարարի մակարդակով եղավ աջակցություն Նիկոլ Փաշինյանին, այդ ամեն ինչը կարծում եմ, որ լավագույնս ցույց է տալիս եւ ապացուցում է, որ այս իշխանությունները բացառապես ձեռնտու են մեկ մարդու, դա Ադրբեջանն է, բայց ես ուզում եմ նաեւ հասկանալ նախ հայ-թուրքական հարաբերությունները առհասարակ ինչու չեն կարգավորվում այդ հարաբերությունները եւ այս համատեքստում հետաքրքիր էր վերջերս ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, որ Թուրքիան Ադրբեջանի գերին է դարձել, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գերին է դարձել եւ դրա համար էլ սահմանը չի բացում։ Եթե անցում կատարենք հայ-ադրբեջանական հարաբերություններից հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումներ, եթե իհարկե այդպիսին կարելի է արձանագրել եւ փորձենք հասկանալ, թե իշխանությունները այդ մասով ինչ են փորձում քաղել, որովհետեւ մի քանի տարի է արդեն պնդում են, որ
հեսա սահմանը բացվելու, երրորդ երկրների համար է սահմանը բացվելու, չգիտեմ, ինչ բեռների համար է սահմանը բացվելու, բայց այս մասով որևէ զարգացում ըստ էության տեղի չի ունենում։ Մենք լավ էլ չենք կարողանում նաև ազգային ժողովում հասկանալ, թե ինչ են ի վերջո իրար հետ խոսում Քլչն ու Ռուբինյանը, որովհետև շատ նյարդային էսպես վիճակի մեջ է հայտնվում Ռուբինյանը, երբ որ հիշեցնում ենք եւ փորձում ենք հասկանալ, թե Քլչից ինչ կա, ուր են հասել բանակցությունները։ Փակուղի են մտել, թե Թուրքիան ինչ որ բանի է սպասում կամ գուցե ինչ որ ակնկալիքներ չի արդարացնում այս իշխանությունը։ Եթե անցնենք այս հարաբերություններին, ինչ ունենք եւ գերության մասով։ Հայ-թուրքական հարաբերությունները ես նկարագրել եմ նաեւ իմ գրքում հատուկ գլուխ կար նրա մասին եւ ուղղակի միգուցե հիշեցնեմ որոշ դրվագներ, երբ ընտրվեց իշխանության եկավ Էրդողանի կուսակցությունը, այն ժամանակ արտգոտնախարարը Աբդուլլա Գյուլն էր։ Եվ առաջի հանդիպումը անմիջապես իշխանության գալուց հետո Վարդան Օսկանյանի հետ բովանդակությունը հետևյալն էր։ Մենք բոլոր հարևանների հետ հարաբերությունները պետք է կարգավորենք եւ Հայաստանի հետ սկսելու ենք առանց նախապայմանների։ Որտեղ մեր մոտեցումը հետևյալն էր. հայ-թուրքական հարաբերությունները չպետք է պայմանավորված լինեն երրորդ երկրի հարաբերությունների հետ, Ադրբեջանի հետ։ Սա էր։ Օսկանյանը այն ժամանակ շատ ոգևորված զանգեց, ինձ ասաց, որ այսպիսի բան կա, սա շրջադարձային ուղղակի փոփոխություն է մոտեցման։ Ես ասացի ուղղակի հետևյալը Օսկանյանին, որ շատ լավ է, եթե այդպես է, բայց կարծում եմ նորեն դեռ իրենց հայեցակարգը արտաքին հարաբերությունների չեն մշակել եւ ավելի շատ ասենց թարմ իշխանության եկած մարդկանց մոտեցումն է։ Չեմ կարծում, որ Ադրբեջանը թույլ է տալու ու չեմ կարծում, որ դա լինելու է, դրա համար հարաբերական մի դարձրու այդ հանգամանքը, բայց շարունակեք բանակցությունները։ Երկրորդ անգամ երբ հանդիպեցին մոտ 2 ամիս հետո, 2-3 ամիս հետո միջազգային ֆորումների շրջանակներում էր շատ ավելի ուրիշ ձև էր, արդեն Գյուլը ասաց, գիտես վիճակը ավելի բարդ է, մենք ասենց գերագնահատեցինք, այսպես ասենք, մեր հնարավորությունները, մեր օպտիմիզմը, հա, միգուցե ինչ որ քայլեր կամաց փոքր քայլերով եւ այլ, Օսկանյանին զանգեց, ասաց, բա սենց է, ասի Վարդան, երրորդ անգամ ավելի վատ է։ Ոնց որ լրիվ զրոյական էջին են գալու, երրորդ հանդիպման ժամանակ եկել ենք ճիշտ այն կետը, որից սկսում էինք։ Եվ ինձ համար պարզ էր, որ հայ-թուրքական հարաբերությունները Թուրքիան միշտ կապելու է Ադրբեջանի հետ մեր հարաբերություններից։ Բայց ո՞նց է կարող Ադրբեջանը թելադրի Թուրքիային։ Այդ Մի դրվագը հարցը թելադրելու հարցը չի։ Իմ տպավորությամբ Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է, որովհետև Ադրբեջանը կարևոր դերակատարություն ունի այսպես թուրքական աշխարհի հետ Թուրքիայի ավելի լայն իմաստով քաղաքականությանը։ Հետո Ադրբեջանը բավական մեծ նավթամուղեր, գազամուղեր, ասած ինվեստիցիոն ծրագրեր է լուծել եւ այդ ամենը Թուրքիայի միջոցով է արվել, Թուրքիայի տարածքով։ Ստե կապը մի քիչ ավելի օրգանիկ է, էթնիկ կապը Թուրքիայի ընդհանուր այս Թուրանի ծրագրի հետ կապված կապը եւ տնտեսական կապերը շատ ավելի մեծ են, քան Հայաստանի հետ հնարավոր տնտեսական զարգացման արդյունավետությունը։ Այսինքն Թուրքիան իսկապես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գերին է։ Մի ճիշտ բան ասել է։ Բայց այնինչ ինքը ասել է, ես առնվազն մի 15-20 տարի ասում։ Չէ, հայտարարության խնդիրը բայց ուրիշ է։ Ալեն Սիմոնյանը մի շաբաթ առաջ դրանից ասել էր, որ Ադրբեջանը մեր անվտանգության երաշխավորն է։ Հիմա ասում է անվտանգության երաշխավորը չի թողնում, որ երրորդ երկիր ապա շրջափակի մեզ, սահման բացի։ Այսինքն, այդ ինչ անվտանգության երաշխավոր ունենք մենք, որ գնում է բանակցությունները վարում, արգելում է ապա շրջափակումը, երբ որ հայտարարում են, որ Ադրբեջանի հետ ենք մենք ապա շրջափակում։ Այսինքն, այս մի դրվագի մասն է։ Մեր հարաբերություններում Թուրքիայի հետ շատ արագ ինձ համար պարզ էր։
որ Թուրքիան այս հարցը կապելու է Ղարաբաղի կարգավորման հետ, Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների հետ։ Ինձ համար ես չէի կասկածում եւ այնինչ հիմա ասված է, մենք մի 15-20 տարի առնվազն դրա մասին խոսում ենք։ Եվ երկրորդ խնդիրը այն է, որ մենք այս 4 տարի ասում ենք, որ Թուրքիան նախապայմաններ ունի, բայց ասում են չէ, ոչ մի նախապայման չունի։ Եվ հիմա այդ հայտարարության առաջին մասում ասում են չգիտեմ սահմանը ինչի չեն բացում, սկզբից իրանք պահանջեցին, որ Ղարաբաղի հարցը լուծի, հետո Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի հարցը դրեցին, մենք բանակցեցինք, 17 կետի շուրջ պայմանավորվեցինք, բայց միևնույնն է, սահմանը չեն բացում։ Այսինքն մի հատ խոստովանում են, որ նախապայմաններով են գնացել։ Նայեք, հետո իրենք ակնարկ են անելու, ասելու են ձեր հերբից Արարատը հանեք, պասպորտներից արդեն հանեցին եւ այսպես շարունակ։ Իրենք մեր Հայաստանի իշխանության թուլության sense փոչից բռնել են եւ անընդհատ ինչ որ բաներ են պարտադրելու։ Չափազանց գերագնահատված է Հայաստանի տնտեսական հնարավոր, այսպես ասենք, ազդեցությունը Թուրքիայի տնտեսության վրա սահմանի բացման պարագայում։ Չկա այդ ծավալները չկան, որ գերակշռի, այսպես ասենք, ստացած օգուտը կգերակշռի իրենց ավելի շատ ռազմավարական իրենց մոտեցումները, իրենց ապագայի նկատմամբ։ Ապագան դա իրենց ազդեցությունն Ադրբեջանի վրա, ազդեցությունն Ադրբեջանի նաև ճանապարհով կենտրոնական Ասիայի երկրների վրա։ Թուրքիան հետաքրքիր քաղաքականություն է վարում։ Մի կողմից ինքը փորձում է այս թուրքական աշխարհի առաջնորդությունը ստանձնել իր վրա, իր հզորությամբ, իր մասշտաբով ինքը կարող է դա անել իրականում, եւ մյուս կողմից փորձում է իսլամական աշխարհի վրա ազդեցությունը վերահաստատել, դա ավելի շատ դեպի արաբական աշխարհը։ Երկու ուղղությունների վրա մեկը մեկ կոնցեպտի մեջ թուրքական, այսպես առաջնորդության թուրքալեզու ժողովուրդների, մյուսը դեպի արաբական աշխարհը ավելի շատ իսլամական։ Մենք տեղ չկանք։ Եվ դրա համար բավական ակտիվ են իրենք Լիբիայում, Սիրիայում տեսակ ինչ են անում։ Այս հաշվարկների մեջ մենք sense մի փոքր խոչընդոտ ենք այս ճանապարհի վրա, որը ինչքան թույլ ենքան լավ։ Եթե հնարավորություն կա ընդհանրապես այդ խոչընդոտը հանել, ավելի լավ։ Եվ սա այս ընդհանուր պատկերի մեջ է այս ամենը արվում։ Եվ եթե Հայաստանի իշխանությունը այդ պատկերը չի տեսնում, չի հասկանում, թե քո հարևան երկիրը ինչ կարգի ամբիցիաներ ունի եւ իր քաղաքականության մեծ պատկերը ինչպիսին է, ուղղակի այս իշխանությունը իր տեղում չի։ Կամ փորձում է այդ պատկերի մեջ տեղավորվել։ Սենց քիչ խոչընդոտ լինելով, այլ հակառակը Էրդողանի գիրքը թևի տակ պահելով եւ սենց բանով ոնց որ շեֆին ակնածանքով անենց հայացքով էր նայում, սա մի ուրիշ բան էր։ Այդ նկարը մի ինչ որ խարան ալնելու այդ մարդու վրա է, սենց գիրքը թևի տակ։ Դե բայց Ալենը փաստորեն հասկացել է։ Հիմա եթե հասկանալով արդեն դա անում է, ավելի վատ։ Մի դեպքում կարանք ասենք դրա հարիվ, հա, կամ սենց ապուշությունից էլ չէ, մարդ կարող է անկեղծ չհասկանալով ինչ որ բաներ անի, որ արդյունքում բերի ապուշությունների։ Բայց եթե մարդ հասկանալով անում, սա նույնիսկ ավելի վատ բան կա, ավելի վատ որակում կտա է։ Այսինքն, եթե ամփոփելու լինենք, չսպասել հայ-թուրքական սահմանի բացման։ Սահմանի բացման միշտ ունեցել եմ հետևյալ մոտեցում։ Մենք սահման չենք փակել։ Իսկապես մենք չենք փակել։ Բոլոր բանակցային գործընթացներում եվրոպացիների հետ ասում ենք հետևյալը. սահմանը մենք չենք փակել, մեր կողմից բաց է։ Մեզ մի համոզեք, որովհետև սկզբնական շրջանում երբ ես ընտրվեցի նախագահ Հայաստանում, եվրոպացիների հետ բավական ակտիվ էր մեր հանդիպումները եւ ինձ փորձում էին համոզել, թե սահմանը պետք է բացել։ Ասում ստոպ։ Իսկ ո՞վ է փակել։ Զարմանում էին։ Երբ ասում էինք, որ մենք նախապայման չենք դնում ոչ ցեղասպանության ճանաչման հարցը, ոչ ինչ որ տարածքային պահանջներ ունենք Թուրքիայի նկատմամբ, մեր կողմից սահմանը բաց է։ Համոզեք մեր թուրք գործընկերներին։ Նույնիսկ երբ որ Թուրքիան այն ժամանակ ակտիվ բանակցում էր Եվրոմիության անդամակցության, տեխնացուերան անդամակցելու, ես նույնիսկ մի քիչ sense զարմանալի էր եվրոպացիների համար, բայց ասում եմ մենք կողմ ենք որ Թուրքիայի մասնակցի Եվրոմիությանը։
մենք անմիջական սահման կունենանք Եվրամիության հետ։ Դրա վրա են շատ զարմանում, սենց մի քիչ բաներ, սենց այկիդոյի այսպես անկալում կար այդ ընդհանրապես թեմայի մեջ։ Բայց իհարկե հետո հետևյալն է ասում, որ եթե Թուրքիան այնքան վերափոխվի, որ կարող է դառնալ Եվրամիության անդամ, մենք միայն կողջունենք։ Ուրեմն Թուրքիան մեզ համար սպառնալիք այլևս չի լինելու։ Եթե Թուրքիան կիսի եվրոպական արժեքները եւ այդ չափի բարեփոխվի, ինչի պետք է դեմ լինենք։ Եվ շատ արագ այդ ընկալումը գնաց եւ մենք բոլոր մեր հարաբերություններում անի հետ Եվրամիության հետ, Եվրահանձնաժողովի հետ միշտ ընկալում է այսպեսինն էր, որ հայկական կողմը շատ ռացիոնալ եւ կոնստրուկտիվ է։ Եվ փորձում էին թուրքական կողմին համոզել։ Մենք երբեք խնդիր չենք ունեցել եւ երբեք որևէ ագրեսիվ դրսևորում մենք չենք ունեցել։ Ես շահագրգռված եմ եղել մեկ բանի մեջ, չանել որևէ քայլ, որը Թուրքիային եւ Ադրբեջանին ավելի կմոտեցնի իրար։ Եվ դա հաջողվում էր։ Ամենից մեծ սխալներից երևի մեկը նա էր, որ 18-ից 20 թվականը Հայաստանի իշխանությունները ծայրահեղ հայտարարություններ էին անում նաեւ Թուրքիայի դեմ։ Նաև Թուրքիայի դեմ։ Սենց միանգամից հեղափոխությունից հետո Հայաստանում իրենց թվաց, թե իրենք սենց համաշխարհային դեմքեր են եւ ամբողջ քաղաքակիրթ աշխարհը անպայման Հայաստանի կողքին կանգնած է լինելու։ Այդ գերագնահատումը եղավ։ Եվ սա ավելի շատ կոնսոլիդացրեց Ադրբեջանի եւ Թուրքիային։ Ակնարկ եղել է, օրինակ Արարատ սիմվոլը մի քիչ օգտագործեք, որ ցեղասպանության հարցը մի քիչ տարբեր տեղեր բարձրաձայնեք։ Երբեք։ Ցեղասպանության հարցով եղել է Էրդողանի նամակը ինձ, որ թողեն գիտնականներին։ Ու այդ առաջին մասը շահարկում են, մենակ այդ հատվածը։ Թողը գիտնականներին ես ասացի, որ մենք պատրաստ ենք առանձնախապայմանների հարաբերություններ կառուցել եւ հարաբերություններ կառուցելը եւ սահման բացելը դա գիտնականների հարց չի, այլ առաջնորդների եւ կառավարությունների հարցն է։ Դա բաց նամակ էր իր կողմից, բաց պատասխան էր իմ կողմից։ Դրանից հետո արձանագրություններն էին, արդեն ինձանից հետո արձանագրություններն էին, որի ժամանակ եւս ես արտահայտվեցի, որ չեմ տեսնում սրա շարունակությունը։ Եվ այդպես էլ եղավ։ Բայց կռիվը ինչի համար է Արարատի դեմ էս։ Անձնագրերը տեսել եք, չէ՞ նոր։ Արարատը հանել են։ Կարդացել եմ։ Սա ավելի շատ գիտեք ինչ է։ Այս մարդիկ ուզում են ամեն ձևի ցույց տալ, որ իրենք պատրաստ են անել ավել, քան նույնիսկ պահանջվում է իրենցից։ Ես չեմ կարծում, որ Թուրքիայից որը մեկ ասում, ձեր հանձնագրում Արարատի նկարը չի լինի։ Վերջի այդ տեսարանի սեփականատերը մենք ենք։ Դու սկսել ես արդեն պայքարել տեսարանների դեմ։ Ինչ է նշանակում նկարենք այն ֆոնից, որ դեպի ներս։ Դե մի հատ մեծ պատ կառուցենք, կամարդել ենք, տուգանենք, տուգանելում լավ են։ Արարատի վրա նայելու ուղղակի հիմարության գագաթնակետ է ինձ համար անհասկանալի։ Կարեն չդնեին չէ խորվիրապ ընդհանրապես չլիներ խորվիրապ, որ մի հատ էս հարցը չառաջանար, ինչի Արարատը կա, ինչի չկա։ Ուրեմն դիտավորություն է, չէ՞։ Դուք կյանքում ես չգիտեմ, հանդիպել եք երևի մարդկանց, որոնք ասենց օրինակ միտեղ աշխատում է եւ բավարար գիտելիք չունի, բավարար հմտություններ ուղղակի չունի, փորձ չունի, բայց փորձում է գցնելով ինչ որ կարիերան, ինչ որ բանի հասնի։ Իմ մոտ այդ տպավորությունն է։ Երևի հանդիպել եք չէ նման մարդկանց, որոնց ամենից մեծ բանը, ասենց հմտությունը դա գցնելն է։ Մեկ ուրիշի հմտությունը գիտելիքների մեջ է, կարգապահության մեջ է, դիսցիպլինայի մեջ է, արդյունք տալու մեջ է եւ կապված արդեն շեֆից։ Շեֆը ավելի շատ ինչն է գնահատում։ Գցնելը թե գիտելիքները, թե արդյունավետությունը աշխատանքում։ Հիմա այս մարդիկ
ընտրել են այս ճանապարհը եւ այս ճանապարհը ավելի համահունչ է երևի իրենց տեսակին։ Երբ որ իր սեփական թիմակիցներին ասում է ուսապարկ են։ Սա ինչ է նշանակում։ Կարծիք չունեն։ Իր շուրջը ինք հավաքում է մարդկանց, որոնք կամ նշանակում են պաշտոնների մարդկանց, որոնք մեկ SMS-ով պատրաստ են գործը թողել գնալ։ Հետո կարող է մեկ SMS-ով ընդունում են աշխատանքի, որոնք ընդունում են, որ իրենք տգետ են։ Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, չէ՞, որ մենք բոլորս տգետ ենք։ Մեկը ձեն չանեց, մեկը չկաղնեց, չասեց ստոպ։ Պարոն վարչապետ, ես տգետ չեմ։ Մեկը ասեց դա։ Բոլորը համաձայնվեցին։ Սա նշանակում է մեկ բան։ Ուղղակի հավաքված է մի թիմ, որտեղ ուղղակի այդ մշակույթը չկա։ Սեփական կարծիքը ասելու, եթե պետք է ինչ որ թեմայի վերաբերալ նաև ինչ որ ասել մի կարծիք, որը միգուցե այդքան էլ համահունչ չի, կոպիտ ասած, շեֆի կարծիքին։ Ցեղասպանության թանգարանի այս տնօրենի հարցը դրա օրինակն է։ Եվ գցնելը այսօր դարել է հիմնական առաջխաղացման, նաև ցուցակում հայտնվելու մոտիվացիա։ Լավ ես գցնում։ Այ մեկը չգցնես, չէ՞, բանը Հովիկ Աղազարյան։ Հա, Աղազար։ Հայտնվեց որ Դե ռեկորդը սահմանելա կարծում եմ Գյումրիի հայտնի Սարիկը, չգիտեմ տեսել եք թե չէ, ասում է որ առանց Նիկոլ Փաշինյանի չկա Հայաստան։ 18 թվականին Նիկոլը հրապարակում հայտարարում էր, ասում էր կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը չի լինի։ Հիմա իրենց Սարիկը ասում է, որ առանց Նիկոլ Փաշինյանի Հայաստան չկա։ Գնանք մեռնենք։ Նու նման կարգախոսներ կա նաև Հյուսային Կորեայում, որ ասում են առանց Քիմ Չեն Իրի Հյուսային Կորեա չկա։ Նույնիսկ Սադամ Հուսեյնի մոտ դա չի եղել այդ կարգի բան կամ Լիբիայում չի եղել։ Կարող է վերաբերմունքը այդպեսին էր, բայց այդ լկտիության չէին ասնում, էլի։ Պաստար չէին սարքում։ Եվ ամենից պաստար չէին սարքում եւ ամենից հետաքրքիրը նա է, որ դա կատարվում է մի երկրում, որը օրենք է ընդունել Եվրոմիության անդամակցության մասին։ Հիմա եթե որևէ եվրոպական երկրի ղեկավար ես ուղղակի պատկերացնում եմ նման կարգի մի հայտարարություն անի կամ նման մի պաստար հայտնաբերվի, օրինակ Լեհաստանում մի պաստար հայտնաբերվի, որ առանց Դոնալդ Տուսկի Լեհաստան չկա։ Այդ մարդ հաջորդ օրը ուղղակի կզրկվեր պաշտոնից։ Հանդուրժելու համար նման կդատապարտեր եւ այլ։ Հիմա մենք Հյուսային Կորեա են գնում, թե Եվրոպա են գնում։ Մի հատ կողմնորոշվեք։ Իսկապես պետք է կողմնորոշվել։ Հնայք ինձ բանը հիշեցրեց մի պատմություն մոտ 2000 տարի առաջ Հռոմի կայսերը Ներոնն էր։ Շատ հայտնի կայսեր էր նրանով, որ որոշել է, որ ինքը ամենից լավ երգիչն է, ինքը ամենից լավ դերասանն է եւ ինչ որ խումբ էր ստեղծել վարչաբենդի պես, բայց ավելի շատ sense թատերական, ինչ որ երգչական այն ժամանակ բենդ անունը չէին օգտագործում, բայց մոտավորապես sense ասեմ Ներոնի վարչաբենդը։ Ժամերով ներկայացումներ էր տալիս, երգում էր եւ բոլոր ենթականների ստիպում էր ժամերով մարդիկ նստում էին եւ լսում։ Ժամերով։ Նույնիսկ տեղից դուրս գալու միակ ձևը նա է, որ դու իմիտացիա անես, որ ուշաթափվել ես։ Եվ ուշաթափված վիճակում միայն հնարավորություն ունեն, որ իրենց հանում էին այդ թատրոններից։ Սա հայտնի պատմական փաստեր են։ Ինձ շատ էր նմանեցնում հիմա այդ ամբողջ այնց պետական համակարգի քաղցարողներով, ինչ որ այդ թատերական այդ բաներով, որ մարդ հանկարծ համարում որ ինքը ամեն ինչի մասնագետն է, ամենից լավ եւ այլ։ Բայց ինչով այդ պատմությունը ավարտվեց։ Վերջը զզվացրեց այնքան, որ սենատը որոշում կայացրեց, հայտարարեց Ներոնին ժողովրդի թշնամի, ասենց ապստամբություն եղավ, Ներոնը փախավ, վերջում ինքնասպան եղավ։ Եվ այդ ինքնասպանության ժամանակ ինքը ասեց հետևյալը. «Էս ինչ դերասան է մահանում»։
Սա շատ հայտնի նաև պատմական փաստ է։ Այս ամենը ինչ որ սահման ունի։ Ես կարծում եմ այդ փոփոխությունը Ներոնի ճակատագրի ականատեսը մենք պետքա լինենք ոչ ինքնասպանության դրվագով փոփոխության կոչեր չեմ անում, հարգելի իրավապահ մարմիններ, հունիսի 7-ին առաջարկում եմ անցում կատարենք ներքաղաքական մի քանի հարցերի։ Տեսեք, վերջին շրջանում պարոն նախագահ, ըստ էության քարոզարշավը մեկնարկել է, վերադասավորվում են բոլոր ուժերը, բայց վերջին շրջանում տեսանելի է, որ ընդդիմադիր դաշտի հիմնական խաղացողները, անգամ այն մարդիկ, ովքեր որ անցողիկ շեմը հաղթահարել կարող են միայն իրենց երազներում, այսպես ընդունելով այդ իշխանությունների նետած արհեստական օրակարգը, Ռոբերտ Քոչարյանի վարչապետ դառնալու այսպես սցենարի դիտարկումը իրար հերթ չտալով հայտարարում են, որ մենք Քոչարյանին վարչապետ չենք ընտրելու։ Ուժեր կան, որ հայտարարում են, որ մենք առաջինն ենք, մենք ենք ձևավորելու իշխանություն եւ այլն եւ այլն։ Եվ իմ համեստ կարծիքով, չգիտեմ կհամաձայնեք թե չէ, մենք այս ընտրապայքարում բավականին համեստ ենք մեզ պահում։ Թույլ տվեք արձանագրել։ Չկա ագրեսիա, մեծ հանդուրժողականություն, նաև նոր եկած ուժերի նկատմամբ, բավականին մեծ հանդուրժողականություն, բայց այս ֆոնին ես ուզում եմ, որ նաև այս զրույցի հատվածը մենք ծավալենք մեր թիմակիցների նաև համար, այն մարդկանց, ովքեր գնալու են հունիսի 7-ին եւ ընտրելու են Հայաստան դաշինքին, ընտրելու են ձեզ, որովհետեւ կարող է տպավորություն ստեղծվի, որ մենք չենք պայքարում իշխանություն վերցնելու համար, մենք պայքարում ենք խորհրդարան անցնելու եւ այլ ուժի ներկայացուցչին վարչապետ ընտրելու համար։ Այս մեսիջը մենք պետքա մեր աջակիցներին նաև շատ հստակ տանք, որ մարդիկ շատ հստակ հասկանան, արձանագրեն, պատկերացնեն, որ միայն մենք ենք պատկերացնում ստեղծված իրավիճակի ամբողջ դժբախտությունը եւ միայն մենք ենք իդեմս ձեզ տեսնում դրա լուծումները։ Այս վերջին ձեր մտորումներով, եթե կարելի է կիսվեք, այս իմ ասածների հետ կապված։ Զգայուն թեմա է, եւ այդ զգայունությունը գալիս է նրանից, որ մենք միշտ ասել ենք, որ մեր հիմնական նպատակը Նիկոլ Փաշինյանից ազատվելն է։ Եվ սա ինչ որ չափով մեզ նաև պարտավորությունում է միգուցե կառեկտության ավելի մեծ աստիճան ունենալ բոլորի նկատմամբ, քան անհրաժեշտ է զուտ ընտրապայքարի տրամաբանության մեջ։ Բայց մի հատ նայենք, ասենք, այս վերջ 5 տարին անզիջում պայքարով ամղել։ Ամենից ռադիկալ անդիմադիր ուժը ով է եղել, որը մասնակցել է բոլոր եւ փողոցային եւ խորհրդարանական sense ամենից սուր քննարկումներին կամ իրադարձություններին մենք ենք եղել։ Միգուցե նաեւ այս ընթացքում մեր ակտիվությունը եւ մեր այդ ռադիկալիզմը ավելի մեծ սպասելիքներ է առաջացրել, քան մենք ի վիճակի ենք եղել ապահովել։ Եվ դա ինչ որ չափով ենթադրում է, որ նաև մաշեցնում էր կոնկրետ մեզ որպես քաղաքական միավորի։ Բայց դա մաշեցնում էր նաև իշխանության եւ այդ առաքելությունը, այդ բեռը մենք ենք տանում։ Սա փաստ է, չեմ կարծում, թե որևէ մեկը կարող է ժխտել, որովհետեւ այսօր ասենց թուն անդիմադիրներ են դարել նրանք, ովքեր շատ բարեամփյուր շփվում էին եւ համագործակցում էին նաև ԿՊ-ի հետ։ Սա ակնհայտ է, չէ, երևում է սա։ Բայց կրկնում եմ, մեր նպատակը հիմա այս մարդուց ազատվելն է, այս չարիքից ազատվելն է եւ սա միակ ճանապարհն է Հայաստանին նաև ազատել ապագա արհավիրքներից։ Մենք մտել ենք պայքարի մեջ հաղթելու համար։ Սա անկասկած։ Այո։ Բայց այդ հաղթելու ճանապարհին մենք չենք ասում սրան ընդունում ենք, նրան չենք ընդունում, սրա հետ համագործակցելու ենք, նրա հետ չենք համագործակցելու։ Կա ուղղակի համանadrություն եւ միգուցե այն ինչ որ ես
ինքս հայտարարել եմ դեռ մի քանի ամիս առաջ, որ ով ավելի շատ ձայն հավաքի ընտրությունների ժամանակ նա վարչապետ առաջադրելու իրավունք ունի։ Սա սահմանադրական նորմ է, ես չեմ հորինել։ Բայց մենք պայքարում ենք այո հաղթելու համար։ Կգնահատի մեր sense վերջի 5 տարվա արածը մեր ժողովուրդը, մեր ընտրողը։ Հիմա կտեսնենք։ Կախված է նաև մեզանից, կախված է մի շարք այլ հանգամանքներից։ Բայց մոտեցումը սա է։ Այսինքն մենք ձգտում ենք իշխանություն վերցնելու։ Մենք չենք ձգտում խորհրդարանում երկրորդ ընդդիմադիր ուժ լինելու, երրորդ, չգիտեմ, կամ առաջին թեկուզ։ Սենց ասեմ, ես Որտեվ ձեր հայտարարությունը, պարոն նախագահ, կներեք, որտեվ ձեր հայտարարությունը այս ընթացքում, ես ուզում եմ արձանագրել, որ շատ կոնկրետ մանիպուլացնում են։ Շատ կոնկրետ մանիպուլացնում են որոշ մարդիկ։ Հիմա չեմ կարծում ես երբևէ որևէ հայտարարություն եմ արել, որը չեն փորձել մանիպուլացնել։ Ես կզարմանայի, եթե չփորձեին դա անեին, չէ՞։ Հիմա այսպիսի վիճակում ենք, հիմա պետք է պայքարենք, մենք երևի բոլոր այդ խոշոր միավորներից ամենից ուշն ենք սկսել ընտրապայքարը, քարոզարշավը դեռ չի սկսել, sense պաշտոնական այդ քարոզարշավի փուլը մտնելու ենք եւ փորձելու ենք համոզել մեր ընտրողին, որ ճիշտ ընտրությունը Հայաստան դաշինքն է։ Ճիշտ ընտրության բանաձևը Քրիստինեն է լավ տվել, պարոն նախագահ, համաձայն ես մեր այս դիպթարկումների հետ։ Մենք ինչ ենք առաջարկում, Հայաստանին հիմա ինչ է պետք։ Լավ բանակցող, դժվար բանակցային դիրքերից, փորձառություն թիմ, ով որ մի անգամ վերականգնել է երկիրը, տարբեր տեսակի ճգնաժամերից, տնտեսականից մինչև սոցիալ-տնտեսականից, մինչև նաև քաղաքային, եթե ուզում ենք, մեծ պրոյեկտներ է կարեցել իրականացնել, ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, այդ հիմա մենք ենք առաջարկում։ Մենք ենք այդ թիմը, որ դա առաջարկում ենք մեր ընտրողին ու քաղաքացուն։ Իհարկե քաղաքացին պիտի որոշի։ Այսինքն քաղաքացին է որոշում, բայց մենք պայքարում ենք այդ քաղաքացու յուրաքանչյուր քվեի համար, որովհետև համոզված ենք, որ ունենք այն, ինչ հիմա պետք է Հայաստանին։ Բանակցողից մինչև մեծ պրոյեկտներ իրականացնելու կարողություն ու փորձ ամենակարևորը։ Պիտի համոզենք դրա մեջ։ Հիմա մենք իրար չհամոզենք։ Սա մեր այս նախընտրական դիրքավորումն է։ Բայց քիչ է որ մենք մեզ այդպես ենք դիրքավորում եւ մենք հիմքեր ունենք նման դիրքավորման համար պետք է կարողանանք համոզել մեր քաղաքացիներին։ Բայց մի փաստ եւս պետք է արձանագրենք, որ այս ընտրությունները ընդդիմադիր դաշտում շատ ավելի մրցակցային են, քան 21 թվականին է եղել։ Եվ կարծում եմ, որ լավ է, որ այդպես է, մրցակցությունը միշտ բան է տալիս։ Ստիմուլ է տալիս, մոտիվացնում է ավելի ակտիվ լինել։ Բայց բավական մրցակցային է դաշտը։ Ես վերջերս հարցազրույցներից մեկի ժամանակ լրագրող հարցնում ասում արդյոք չեք կարծում, որ դուք մաշեցրել եք իշխանություններին, բայց դուք եք մաշվել, ասում եմ, հա, բոքսի ժամանակ էլ երկու կողմերն են, մեկը վնասվածքներ ստանում են, մեկը հաղթում է, բայց երկուսն էլ վնասվածքներ են ստանում, եւ այս մասով մենք նաեւ կարծում եմ, որ այս նոր խաղացողների համար իրանց տնային աշխատանքն են արել այս 5 տարիների ընթացքում։ Մենք արել ենք եւ այսպես հողը վարել ցանել ենք եւ հիմա իրենք շատ թարմ այսպես սոլիդ դեմքերով, ինչը ողջունում եմ բնականաբար առանց որևէ այսպես որակման եւ գնահատականի, բայց կարծում եմ, որ դա իսկապես ակնհայտ է, որ իրենց համար տնային աշխատանք ենք մենք արել քաղաքական դաշտում։ Իրանք հիմա մենք իրենց համար չենք արել։ Չէ, մենք Հայաստանի Հանրապետության համար ենք արել, հայ ժողովրդի համար ենք արել։ Իրենք ուղղակի հնարավորություն ունեն այդ աշխատանքից արդյունքներից օգտվել։ Այո, այդ պտուղներից իրանք էլ օգտվելու հնարավորություն ունենք։ Հա, համաձայն եմ։ Հիմա ավարտելով, ամփոփելով մեր հաղորդումը, պարոն նախագահ, Թաթուլը Հակոբյան, լրագրող, մի գրառում արել, նաև նշելով ինձ, հետևում է մեր ոդքասթերին, եւ հիմա պետքա ես այդ հարցը բնականաբար հնչեցնեմ, որպես սոլիդարություն նաև իմ գործընկերոջ իհարկե նկատմամբ, եւ քանի որ նաև թեման է ըստ էության հետաքրքիր հաշվի առնելով վերջին ձեր հարցազրույցում արված են գնահատականի, որ ամենամեծ բանը ինչի համար փոշմանել եք, դա այսպես իշխանության ժառանգորդի ընտրությունն է, որին հաջորդեց նախագահ Սարգսյանի հայտարարությունը, որ ինքը դրա մասին
20 եւ ավել տարի գիտեր, ինքը միշտ իմացել է դրա մասին եւ հիմա դուք դրա մասին խոսում եք բաց եւ հրապարակային։ Թաթուլի հարցը ո՞րն է։ Թաթուլ ասում է արդյոք ձեր եւ Սերժ Սարգսյանի միջև եղել է լուր համաձայնություն, անխոս համաձայնություն կամ գուցե բաց այսպես պայմանավորվածություն, որ պետքա գործարկվի Մեդվեդև-Պուտին այսպես փոխանցման, իշխանության փոխանցման տարբերակը ես քեզ դու ինձ սկզբունքով հետաքրքրվում է արդյոք նման բան եղել է եւ արդյոք ձեր հարաբերությունների վրա դա է ըստ էության անդրադարձել։ Ես զարմանում եմ, որ ընդհանրապես նման հարց առաջանում է։ Որովհետև ես իմ գրքում դրա մասին շատ անկեղծ գրել եմ։ Գիտեք ինչն է ամենից վատը, մարդիկ ինչ որ կոնստրուկցիաներ են կառուցում իրենց երևակայության մեջ եւ ավելի շատ հավատում են այդ կոնստրուկցիաներին, քան այն ինչ շատ կոնկրետ օրինակ ես շարադրել եմ գրքում։ Որևէ պայմանավորություն չենք ունեցել։ Որևէ մտադրություն քաղաքականությամբ զբաղվելու չեմ ունեցել։ Եթե ունենայի, վերջի այդ հնարավորությունը այն ժամանակ կար եւ լծակներ պահելու եւ պայմանավորություններ ձեռք բերելու չի եղել որևէ նման բան։ Ցանկություններ չեք ունեցել, այսինքն։ Որևէ ցանկություն չեմ ունեցել։ Ինչ վերաբերվում է այն հայտարարությանը, որ ուրիշներն էին դա ասում, այդ երրորդ նախագահի, չէ, բայց հիմա սկզբնաղբյուրը ասաց, չէ, այդպիսի հայտարարություն արվեց, ես իմ վերաբերմունքը վարվող քաղաքականության նկատմամբ 2009-ից սկսած երևի 8-ի վերջից մինչև 18 թվականը արել եմ իմ անունից։ Իմ համաձայնությունը կարևորագույն հարցերի վերաբերյալ ես տարբեր հարցազրույցներով հաճախակի չէր, բայց տարին գոնե 1-2 անգամ կարևոր հարցերի վերաբերյալ արտահայտվել եմ։ Անհամաձայնությունը։ Այո, անհամաձայնությունը ես արտահայտել եմ ինքս, իմ անունով, բայց դա չէր նշանակում, որ ես ձգտում ունեի ինչ որ գալ իշխանության։ Այլ հարց է, որ այո, այն ժամանակ իշխանությունը եւս միշտ համարում է, որ չի կարող այդ ձգտումը ունենալ, անպայման պիտի փորձի։ Եվ պրևենտիվ, այսպես ասենք, կանխարգելիչ ձևով փորձում էին անընդհատ իմ դեմ, ասենց բավական լայնածավալ քարոզություն իրականացնել տարբեր լրատվամիջոցների։ Դու դրա մասին խոստովանություն էլ եղավ ակնհայտ։ Այո, եւ խոստովանություն եւ հայտնի զրույցը մեկ պաշտոնյայի Միացյալ Նահանգների դեսպանատան աշխատողի հետ, որը նաեւ Wikileaks-ով, եթե չեմ սխալվում, հրապարակվել է։ Չեմ ունեցել նման ցանկություն եւ այդ չունենալու փաստը մեր ընդհանուր շփման մակերեսի միջոցով ես մի քանի անգամ փոխանցել եմ։ Ասել եմ հանգիստ մնացեք, չունեմ այդ ցանկությունը։ Բայց ես չեմ ուզում, որ ձեր այսօրվա քայլերը նույնացվեն իմ հետ։ Ես չեմ ուզում, որ մտածեն, որ մենք միասին ենք, ես այս ամեն ինչի հետ հաշտ եմ։ Այսպես էր։ Եթե հիշում եք, եւ սահմանադրական բարեփոխումների նկատմամբ այն ժամանակ ես արտահայտվեցի, եւ հայ-թուրքական արձանագրությունների մի շարք այլ sense կարևոր sense հնչողություն ունեցող հարցերի վերաբերյալ ես հենց ինքս էի հարցազրույցներ տալիս եւ կարծիք արտահայտում։ Ես կարծում եմ, որ մենք պետքա շարունակենք մեր ճանապարհը եւ գնանք դեպի հաղթանակ միասին եւ վստահեցնենք մեր ժողովրդին, որ մենք այս ճահճից միասին կարող ենք եւ այս ճահճից դուրս ենք բերելու մեր երկիրը նաեւ անցյալում թողնելով բոլոր վիրավորանքները ըստ էության։ Համաձայն եք։ Հա, ես համաձայն եմ, ուղղակի հարցը հետեւյալի մեջ է, որ մենք չենք այդ թեման։ Այո, միանշանակ։ Մենք չենք։ Եվ տվյալ դեպքում ենթադրաբար այդ 18 թվականի իրադարձությունները շատ ծանր, այսպես ասենք, ծանր է անցալվում իշխանությունը Նիկոլին
կամ կորցնողներին, կամ հանձնողներին, չեմ ուզում սա ինչ որ տվյալ դեպքում որակում տալ, եւ այդ արդարացման, ինքնաարդարացման փորձը ոչի սահմանները բարեպաշտության, ընդհանրապես սահմանները խախտելով փորձում են գցել այս կամ այն մարդկանց վրա կամ իրադարձությունների կամ ուժերի, չեմ կարծում որ սա այն ճանապարհն է, որով պետք է առաջ շարժվել։ Այո, Լավ, ավարտեցինք։ ավարտեցինք։